կառավարությունիստին խնդրում ես պատկերը նայեք, ինչ է ասում։ Մարդը նամակագրում սոցիալական բանի աջակցություն, բնականաբար ինչ որ աջակցություն են տալիս, երկրորդ նամակն է գալիս, երրորդ նամակն է գալիս, ի վերջո նախար ես էլ անդադ բան եմ անում կամ օգնականներից կամ խորհրդականներից որը մեկին կամ նախարարին, նախարարը ուղարկում է տան ֆոտոները։ Ես մանպեն չեմ կարող հավատամ այդ բանի։ Տանը տեղ չկա։ Ասենք տունը ինչ վիճակում հասկանում եք նորոգած չի, չես էլ կարա հասկանաս նորոգած չի։ Որտեղ մեջ է այնքան ոչ մի արկղ ինչ-որ բան, չեմ ուզում ինչ-որ բան ասեմ, որ վիրավորական ենթակացություն ունենա, բայց նա մեզ շշտում ես ասում ես, բայց ինչ կապ ունի այս տան այս վիճակը, 5000 դրամ ավել ունես, թե պակաս ունես, կամ ունես, թե չունես։ Խնդրեմ, ինչ է ասում Փաշինյանը։ Թուրքի Լամուկ Նիկոլ, երբ դու բոլոր ունևոր մարդկանցից, բոլոր գործարարներից, բոլոր պաշտոնյաներից, տասնամյակներով փողեր ես պլոկել, զրպարտչական նյութեր գրելու կամ չգրելու համար, քո պահաստունը ես չէր, սա չէր քո պահաստունը, գիտես Նիկոլ, երբ որ մի անգամ Ստրասբուրգում մի օտար, չեմ հիշում, որ երկրից էր, լրագրող մոտեցավ մեր այդ մարդու ազգանն է, ես հիմա կարող եմ շփոթել, մեր ներկայացուցիչներից մեկին և այսպիսի հարց տվեց, դուք ձեր երկիրը անցաք երկրաշարժի միջով, անցաք պատերազմի միջով, անցաք մթան ու զրկանքների միջով, անցաք կտրոններով ճանապարհ, բայց ձեր երկրում համաճարակ չբռնկվեց, որովհետև որպես կանոն այդ բոլոր աղետներին հետևում է համաճարակը։ Գիտեք ինչ պատասխանեց մեր ներկայացուցիչը, ասաց, պարոն, դուք չեք ճանաչում հայ կնոջը։ Հիմա Թուրքի Լամուկ Նիկոլ, քո տան եղած կինը, քո էքը հայ չի, էդ ինչ էր ձեր տան կեղտը, ձեր պատերին քո ուղեղի պարունակությունն էր նկարված, ձեր պատերին քո անցած ծուռումուռ, խորտ ու բորդ, զրպարտությամբ, էլի չգիտեմ ինչերով անցած ճանապարհն էր արտահայտված, դու իրավունք ունես մաքրության մասին խոսելու, դու իրավունք ունես, քեզ գիտես ինչն է հետարքիր, որ եթե հնարավոր է Հայաստանի ամբողջ այդ նյութական հարստությունները միայն քեզ բաժին հասնեն, եթե դու դրա հնարավորություն ունենաս, քո կողքին կանգնած, քեզ հետ Գյումրիից մինչև այստեղ քայլած, քեզ հետ փողոցներում թավալ եկած բոլորին կզրկես, միայն թե քեզ հասնի Հայաստանի ամբողջ հարստությունը, բայց դա չի լինելու։ Քո կողքին կանգնած այսօրվա այդ լնգ ու լավազ անգրագետ այլանդակները, այդ ուռած գլուխ դդում գլուխ այլանդակները մի օր քեզ հետ մենամարտի են մտնելու, բռնցքամարտի ունեցվածքի համար, որովհետև եթե տեսնեն, որ իրենց շատ է զրկում, քեզ կխեղդեն, շան ձագի նման քեզ կխեղդեն, քո հավատարիմները, քեզ հետ քայլածները, ներողություն։ Մարդն էլ այսքան ակակ կլինի, այսինքն դու մարդ չես, դրա համար էլ այդպիսին ես, դու ջրի ակունքի վրա նստած վիշապ ես, վիշապ, որը չի ուզում, որ այդ ջրից մի կաթիլ ուրիշին էլ բաժին հասնի։